Ինչքան հասկացած ես հետաքրքրում է թե որքան վաղեմություն ունի հայոց լեզուն, երբ է ստեղծվել, ժամանակի հետ ինչ առնչություն ունի։ Դա ասեմ ժամանակից հայագիտության, հայերենագիտության, ընդհանրապես համաշխարհային լեզվաբանության ամենահետաքրքիր հարցերից մեկն է։ Ինչու՞։ Որովհետև եթե սկսենք, այսպես հիմնավոր հին դիցաբանական, աստվածաբանական հիմքերից, ամենասկզբից եղել է հայոց լեզուն։ Աստվածաշունչն է այդպես ասում, ասեն, որպեսզի իրենց քննադատական հովերով տարված մարդիկ միանգամից չմտածեն, թե այս ինչի մասին է խոսում այս մասնագետը։ Աստվածաշունչն է ասում, չնայած այդ աստվածաշունչը մեր ստեղծած փաստաթուղթը չի, բայց այնտեղ մեր ստեղծածներից շատ բաներ կան, շատ լեգենդներ, առասպելներ, որոնք հայկական իրողությունից ուղղակի փոխադրվել են այնտեղ շումերական իրողությունից, եգիպտական իրողությունից, բաբելական իրողությունից, այդ մարդիկ համառոտագրել են իրենք ոչ մի պատկերացում չունենալով այդ ամենի մասին, բայց բնականաբար վստահելով այդ աղբյուրներին, մյուս կողմից մի քիչ էլ կողմնապահորեն իրենց ազգի, իրենց ժողովրդի մասին մտածելով, իրենց էլ են խառնել։ Այո, Աստվածաշունչն է ասում, որովհետև երբ որ մենք նայում ենք Եդեմի պատմությունը կամ Դրախտի պատմությունը, Սուրբ Գիրքն ասում է, որ այդտեղից 4 գետ են ելնում, երկուսը հայտնի չի ինչ գետեր են, բայց երկուսը Եփրատ ու Տիգրիսն են։ Դրանք ծագում են, իրենց ակունքները Հայաստանում են։